Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել եւ մանդատ տրամադրվել 12 թեկնածուի։ Մանդատից հրաժարվել է միայն դաշինքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքացիական պայմանագրից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մարզպետներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնյաներ։ Ընդհանուր պատգամավորների 27 թեկնածու։ Խորհրդարանում կուսակցությունը կունենա 64 մանդատ։ Արդեն ուժեղ Հայաստան դաշինքին տրվել է 29 մանդատ, ինքնաբացարկ է ներկայացրել 10 պատգամավորի թեկնածու։ Դատախազությունը ԿՀ է ներկայացրել ընդհանուր առմամբ 4 միջնորդություն։ Հանձնաժողովի նիստից հետո ասուլիսի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը նշեց, որ միջնորդություններից մեկը վերաբերում է ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանին։ Մյուս 3 միջնորդությունները վերաբերում էին ընտրված, սակայն լիազորությունները չստանձնած պատգամավորների թեկնածուներին։ Դատախազությունը հղում կատարելով Սահմանադրական դատարանի կողմից հիշատակված որոշմանը, որ ըստ էության, երբ որ ընտրված պատգամավորը քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու համաձայնություն ստանալու համար միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն մեկ անգամ հետ է ուղարկել, վաճառաբանելով, որ այն իր տիրույթում քննվող հարց չէ։ Միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 13-ին, քննության առնվել գրեթե 9 օր հետո։ Վահագն Հովհակիմյանը պարզաբանեց ինչու։ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այդ կարգավիճակը ընտրված պատգամավոր եւ լիազորությունները չստանձնած այդ կարգավիճակը թեկնածուն ձեռք է բերում միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված պատգամավորների մանդատները արձանագրության կազմելու եւ մանդատներ հանձնելուց հետո։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով միջնորդությունը ըստ էության Կարապետյանի անձեռմխելիությունից զրկելու մասին է։ Նա նշեց, որ իրավաբաններով ցանկանում էին ժամանակ վերցնել ծանոթանալու համար գործի նյութերին, սակայն Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն այլ է։ Նա դեմ է եղել։ Առնվազն ես Նարեկ Կարապետյանի դիրքորոշման հետ ունեմ անհամաձայնություն, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պետք է հարցվի։ Բայց նաև ազգային ժողովում ուժեղ Հայաստանի գործունեության խաթարմանն է ուղղված, այդ թվում հենց Նարեկ Կարապետյանի անձով պայմանավորված։ Այստեղ իրավաբանություն տեսնել ողջամտորեն հնարավոր չէ։ Չկա ընդհանրապես։ Ինչ վերաբերում է համաձայնություն տալուն կամ չտալուն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ որոշում կկայացնեն մինչև նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը, որից հետո այն կվերապահվի խորհրդարանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է պատգամավորական մանդատ տար նաև ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազենյանին, սակայն նրա գործն անմիջապես ուղարկվել է դատարան։ Արամ Վարդևանյանի խոսքով ամեն ինչ արվել է, որ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը գործն արդեն ամեն կերպ ուղարկեն դատարան։ Քանի որ ըստ Վարդևանյանի, երբ նիստն ավարտվի եւ արձանագրվի, որ Ղազենյանն արդեն պատգամավոր է եւ չի կարող լինել կալանավորված, դատախազությունը կարողանա ասել, որ այլևս լիազորություն չունի կալանքը վերացնելու։ Մենք խոսում ենք այնպիսի խախտման մասին, որ ես ուզում եմ դրա մասին հատկապես շեշտադրել։ Ավելին Դավիթ Ղազենյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ, բայց մենք ունենում ենք մի իրավիճակ, որ ստացվում է այն պաշտոնյան, որը դա պետք է ապահովի, գոյություն չունի, եւ սա հատուկ մշակված ծրագրային գործողություն է եղել։ Վարդևանյանը չբացառեց, որ մեղադրող կողմը պնդի, որ Ղազենյանը դեռևս չի ստանձնել պատգամավորի լիազորությունները, քանի որ դա պետք է տեղի ունենա օգոստոսի 2-ին։ Միաժամանակ ըստ փաստաբանի Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականին պարզաբանել էր, որ պատգամավորական անձեռմխելիությունը ծագում է պատգամավորի կարգավիճակ ստանալու պահից, որը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դավիթ Ղազենյանը կալանավորվել է հունիսի 18-ին, ըստ պաշտոնական կողմի քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ։ Այսպիսով հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված նոր գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 10-ին։ Արդյունքում նոր գումարման ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։